լավագույն ավանդույթներին, կես ճամփից հետ վերադարձավ, հավատարիմ մնալով լավագույն ավանդույթներին կես ճամփից հետ վերադարձավ։ Պարոն Խաչատրյան, պրոբլեմը հետ է, դուք շատ լավ հասկանում եք, հիանալի հասկանում եք, հիմա դուք ինչ եք անում։ Դուք հիմա խաչակրած արշավանք եք իրականացնում տրամաբանության դեմ։ Նայեք, ինչա տեղի ունեցել, դուք հարցեր եք տվել, այդ ընթացքում վարչապետը ասել է զենք է առնվել դրանով։ Նաև զենք է առնվել, չի նշանակում այդ ամբողջովա զենք է։ Հիմա եկել եք ասում եք, բա որ զենք է առնվել, բայց ճանապարհ չեք սարքել։ Գալիս ենք ասում եք ճանապարհ եք սարքել, ասում եք, սա աղորը ճանապարհից եք խոսում, դուք ուրիշ բան չեք կարող անեք, մենակ այդ ճանապարհն է։ Ասում ենք զենք ենք առել, ասում եք ճանապարհ չեք սարքում, բա ճանապարհ է։ Ճանապարհել ենք առել, զենքել ենք առել, դպրոցներել ենք սարքել, չնայած ես ոնց հասկանում եմ, մի հատ ուրիշ խաչակրած արշավանքել իրականացնում եք դպրոցների վրա, հիվանդանոցներ ենք վերանորոգել կամ հիմնանորոգել, մանկապարտեզներ ենք վերանորոգել կամ հիմնանորոգել, պարոն Խաչատրյան, բազմաթիվ կապիտալ ծախսեր եւ ենթակառուցվածքներ ենք կառուցել, որոնք որ ունենալու են տնտեսական մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Այս էլ ձեզ որպես տնտեսագետ մուլտիպլիկատիվ էֆեկտից գոհ եք, թե գոհ չեք, իհարկե երբեք չեք գալու ասեք, որ գոհ եք։ Բայց այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ, պարոն Խաչատրյան։ Այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ, որովհետև եթե մենք այդ պատկը վերցնում ենք եւ այդ կապիտալ ծրագրերը չենք իրականացնում, որպեսզի մենք ապրենք խաղաղ եւ բարեկեցիկ երկրում, մենք արդյունքում ունենալու ենք մի հատ իրավիճակ, երբ որ լինելու են Հայաստանում ղեկավարներ, ովքեր որ այսօր օրինակ ապօրինի գույքով իրանցից պահանջում են $200 միլիոն։ Այս էլ երեխաների համար, որ դուք ասում եք, երեխաները բնականաբար ուրախություն իրենց եւ բոլորից չեն ապրել Ռոբերտ Քոչարյանի տխրահռչակ կառավարման տարիներին, բայց բնականաբար վստահ եմ, որ կտեղեկանան դրա մասին։ Շնորհակալություն։ Եթե էլի կարիք լինի, պարոն Խաչատրյան, ես պատրաստ եմ այսօր անընդհատ մոտենալ ամբիոնի եւ անընդհատ այս Ես իմ մոտ մեկ-մեկ տպավորությունն է, որ մենք լրիվ այլ իրականությունում ենք ապրում, ափսոս գործընկերս գնաց դաշնակցության։ Եկեք պայմանականորեն 50,000 դրամ ինձ տանք եւ 50,000 կանխիկ տանք ձեզ եւ 50,000 դրամ նստացրեք իմ քարտի վրա։ Ասեք Հայաստանի Հանրապետությունում տենց մի հատ ապրանք կամ ծառայություն, որ ես ձեզանից կայծակնային արագությամբ ավելի շուտ չեմ ձեռք բերի։ Ես ուզում եմ հասկանալ, ասում եմ անկողնային առաջին հաշվանդամություն ունեցող մարդաս մանկողնային պարկած, դուք տանում եք կանխիկի տեղը անկանխիկ եք տալիս, հա բայց հարգելիս, եթե այդ մարդը պարկած անկողնային չի կարողանում շարժվել, այդ կանխիկ գումարով ինքը ոնց է օրինակ կոմունալը վճարելու։ Իսկ իմ քարտին 50,000 նստացրեք, ես վարկյանական մուծեմ իմ բոլոր կոմունալները։ Այսինքն ինձ թվում է աշխարհում հիմա անկանխիկ գումարով շատ ավելի հեշտ ես կարողանում երևի ապրանքների գնել եւ այսինքն գումարը ինչի համար է պետք, ապրանք գնես կամ ծառայություններից օգտվես, չէ։ Ես ձեզ ասում եմ, ցանկացած բան այսօր Հայաստանի Հանրապետությունում կոմունալներից սկսած վերջացած այդ թվում է տխուր միջոցառումների ժամանակ կամ մի հատ կայք։ Մտնում ես այդ կայքում, պատվիրում ես պսակ, մարդը առաքում է, քարտը քաշում է։ Այդ թոշակառու կինը շատ ավելի լավ է, ինքը այդ թվում երբ որ քարտը կտակ, ասի գնա առևտուր արա Գառնիկ ջան։ Կիմանա իրան խափում ես թե չես խափում, որտեվ SMS է ստանալու, տենալու այսին սուպերմարկետից երշիկ առելը 1120 դրամով։ Երբ որ խոսում ենք ինչ-որ մի բան, ուզում եմ հասկանամ, էլի։ Մեկ էլ իսկապես եւ ասում եք երկրորդ թեման, հակասոցիալականություն, Ժորժ ջան, դուք գոնե մի խոսացեք, խնդրում եմ հակասոցիալականություն։ Մի Ղարաբաղցի ասեց Գոնջոյանայքը, մի Ղարաբաղցի այնքան փող ունի, որ մենք այդքան փող ենք այսօր վերցնում, որ մի ամբողջ Լեռնային Ղարաբաղի բռնի տեղը հանված այդ մարդկանց տան հարցը լուծենք, հասկանում եք։ Այդ է հակասոցիալականություն։ Այդ մի Ղարաբաղցին այնքան փող է կուտակել այդ 10 տարվա ընթացքում, որ մենք 3 միլիոն այն գովաստ կա, չէ՞, փոքրիկ նարեկ, այդ փոքրիկ նարեկ այդ 250 միլիոնը պետք է 20 տարի փակի, որ մեր բոլոր բռնի տեղը հանված ղարաբաղցիների տան փողը մուծենք։ Մինչդեռ այդ մի ձեր ղարաբաղցին այդքան փող ունի։ Դուք նախ առաջինը, պարոն Օհանյան, պետք է լրեք լսեք։ Ես երբ որ դուք խոսում եք, ես շատ ճիշտ եմ ասում, որ տեսել եմ։ Չէ՞ լավ, հիմա դուք իմ տեղը որոշում եք, թե ես ում հետ ինչ եմ խոսում։ Լրություն պահպանեք դալիճում, Տիկին Գյուրեղյան, ձեզ նույնպես, հա, նախազգուշացում եւ պարոն Օհանյան ձեզ նույնպես։ Ավարտեք այս խոսակցությունը, Տիկին Գյուրեղյան։ Ձեզ հարգալից դրսևորեք։ Չէ, հիմա որ տենց անում եք, լսեք, ես ասում եմ արդեն չափ կա։ Հասկացանք, իհարկե ընդդիմություն եք պետք է այդ իրավունքները ունենաք, բայց չափ կա։ Հետո սա պետությունն է, սա կարող է գիտեք ձեր իսօր մի տեղից բերել եք, ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք։ Լավ, մի րոպե լռեք, արդեն
Ես ձեզ զգուշացնում եմ եւ սա զգուշացնում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ես ուզում եմ իմ երկրում Հայաստանի Հանրապետությունում մարդիկ հանգիստ ապրեն, Հայաստանի Հանրապետությունը ուժեղանա, իր հարևանների հետ ունենա բարի դրացիական հարաբերություններ, ունենա հզոր բանակ, բայց ոչ մեկի հետ չկռվի։ Սա պետք է լինի մեր մոտեցումը։ Ես ուրիշ այլ կարևոր բաներ եմ ուզում ասել, որ դուք գիտեք, որ 500 միլիոն դոլար համապատասխան միջազգային կառույցները Հայաստանի Հանրապետության տարբեր ծրագրերի համար գումարներ էին հատկացնում։ Այդ ոչ մեկի մտքով չի անցնում, հետո ինչի ասեցին, տոնց թափով գնացեք օպերայի շենքը գրավեք, օպերայի շենքում մի թույլ տվեք։ Ինչի, որովհետև այդ գումարները գալու էր Հայաստանի Հանրապետության տարբեր ճյուղերի զարգացման համար։ Դա գեներացիա էր ապահովելու։ Ու դուք պատկերացնում եք, թե դա ուղղակի պատահական է ստացվել, հա, երբ որ Հայաստանի Հանրապետությունում 30 տարվա պատմության մեջ առաջի անգամ 30 տարվա պատմության մեջ առաջի անգամ Եվրոպայի զարգացման վերակառուցման բանկի տարեկան ժողովն է ընթացել, որտեղ 2000-ից ավել հրավիրյալներ են եղել, որոնք 2000-ն էլ ֆինանսական տարբեր միջազգային կազմակերպությունների, բանկերի, կոմերցիոն ղեկավարներ են եւ ստաֆում են։ Սա նույնպես եղել է մտածված, սա նույնպես եղել է նրա համար, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույնություն չունենա, գումարներ չվերցնի, բյուջեի խնդիրները չլուծի, գեներացիա չապահովի։ Ուրիշ, ես ձեզ մի բան եմ ուզում ասեմ, եւ շատ ընկերների հետ ես 20-30 տարի ունեմ հարաբերություններ մեր դաշնակցական գործընկերների մնացածը։ Ես ուզում եմ ասեմ, որ արդեն ժամանակները փոխվել են։ Այս նոր սոցիալական հարթակների պարագայում, այս նոր ժամանակներում պետք է ամեն ինչ արվի եւ քաղաքական միավորը նույնպես մրցունակ լինի։ Առանց քաղաքական միավորի մրցունակ լինելու Հայաստանի Հանրապետությունը դրանով նույնպես վնասվում է։ Ես իրոք անկեղծ եմ ասում, ես շատ կուզեի, որ քաղաքական այն միավորը, որը որ ներկայացնում է ընդդիմությունը մեր ազգային ժողովում, կուզեի, որ շատ հզոր լիներ, կուզեի, որ շատ ճիշտ հարցեր բարձրացներ, կուզեի, որ պետականության հետ կապված, պետությունը ուժեղացնելու հետ կապված, նույն ձևով մտածեր, իր ձևով, որ այդ պահի իշխանությունն է։ Դուք ինքներդ լավ գիտեք իշխանությունը եղել, դուք ինքներդ լավ գիտեք դժվարությունները, դուք ինքներդ լավ գիտեք Հայաստանի Հանրապետության հնարավորությունները։ Ես չեմ ուզում շատ երկարակ ասել, բայց ամենակարևորը ես շատ կուզեմ, որ մի բան եւս նշել։ Եկեք բոլորով իրար հետ հավաքվենք Հայաստանի Հանրապետությունը ուժեղացնենք։ Այդ իշխանության ձգտելը ես չեմ կարծում, որ դա ստացվելու է։ Որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գիտակից են, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեսնում են, իհարկե ցանկացած կառավարման պարագայում հնարավոր է խնդիրներ լինի։ Սիրելի գործընկերներ, ես եւս մեկ անգամ ասում եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ամեն ինչ անելու եմ Հայաստանի Հանրապետությունը լինի ուժեղ, ունենա հզոր բյուջե, իր խնդիրները լուծի եւ տարածաշրջանում գնահատվի որպես